Ցավոք սրտի մեր հասարակության մեջ նաև շատ են լինում ընկերության կողմից դավաճանություններ։ Ինչպես եք հաղթահարում այդպիսի փուլերը։ Ես մի բան ասեմ, մեր այս տարիքում ես շատ երջանիկ եմ հիմա այս վերջին տարիներում, որովհետև ես ու Գրիգորը մեր ընկերների մեջ ենք արդեն ընտրություն անում։ Մեր ժամանակ ամաչում էինք ասել չէ բառը, հիմա մենք կարողանում ենք մարդկանց արդեն ընտրել։ Ֆիլտրում ես դու քո շրջապատը, որը նորմալ երևույթ է, որ քո շրջապատը դու պետք է ֆիլտրես, շփվես այն մարդկանց հետ, ում հետ սեղանի շուրջ նստած թե ուղակի բազմոցին նստած, ուղակի քայլելիս ոչ մի տեսակի լարվածություն եւ պատասխանատվություն ինչ-որ sense ենթատեքստերով չես խոսում ես ազատ։ Այն մարդը, ում մոտ դու խոսում ես ազատ, ապացուցելու ոչինչ չունես, որ տես ես sense, տես ես նենց, ազատ ես շփման մեջ ու չես սահմաններ sense չես գծում ինչ որ կարող ես մի բառը չասեմ եւ այլն, այ հենց իրանք են համարվում իրական ընկերներ ու կարծում եմ որ մարդիկ պետքա գնան դրա հետևից, բայց տարիքի հետ է գալիս իրականում դա։ Ինձ էլ է թվում, որ տարիքի հետ է գալիս, իհարկե շատ։ Միա դուրս ես գալիս նույնիսկ մեր սուրճի շուրջ, արդեն չգիտեմ, sense լիցք կաթափվում ես, ուրիշ սեր է։ Ինձ միշտ թվում էր, որ մեր տարիքում դժվար է ձեռք բերել նոր ընկերներ, որովհետև մենք անցնում ենք ինչ-որ մի փուլ, ու ինչպես դու ես ասում, ֆիլտրում ենք, արդեն ինքներս ենք ընտրում եւ նաեւ չենք վախենում ասենք ոչ։ Ու դա իսկապես շատ ճիշտ է, երբ որ դու կարողանում ես ասես ոչ, ես ինքս իմ փորձից եմ ասում, բայց մյուս կողմից, երբ որ նոր մարդիկ են գալի մեր կյանք կամ այն մարդիկ, ովքեր որ գնում են մեր կյանքից, դա էլ ինչ-որ մի կյանքի դաս է։ Այո, ես համաձայն եմ։ Ընկերների ընտրությունը, երբ որ ասում են, որ դու սխալվել ես կամ դու չէիր տեսնում, որ ես ինչ մարդ է, ինչ տիպի մարդ է, դու դիմացինին տեսնում ես որպես հայելի, այսինքն ինչպես որ դու կաս, այդպես էլ դիտարկում ես դիմացինին, ու շատ ժամանակ դու չես սպասում, որ այդ մարդը կարող է քո հանդեպ սխալ քայլեր անել, ու մենք իրավունք ունենք սխալվելու բոլորս, մինչև անգամ որ ասում են, հա, չէ որ դու հոգեբանական կենտրոն այսօր ունես, հոգեբաններ ունես, դու ավելի շուտ պետք է զգայր այդ ամեն ինչը, ոչ, բոլորն էլ կարող են սխալվել այս կյանքում, ու դրա համար միանշակ համաձայն եմ, որ այս ժամանակ այս տարիքում արդեն մենք իսկապես պետք է ֆիլտրենք ու ընտրենք այն մարդկանց, ում հետ մենք զգում ենք հանգիստ մեզ։ Այո։